Վարիկոցելի ազդեցությունը տղամարդու սեռական ֆունկցիայի վրա, մասնավորապես եթե մենք խոսում ենք սեքսուալ դիսֆունկցիաների մասին, որպես այդպիսի ես հանդիպել եմ այն միայն գրականության մեջ։ Գրքերի մեջ գրված է, որ վարիկոցելն կարող է բերել տեստոստերոնի քանակի նվազմանը, էրեկցիայի խնդրի առաջացմանը եւ այլն եւ այլն։ Շատ խորհրդավոր, որ այդ ամեն ինչը ձեզ չթվա, ապա բացատրենք ինչու։ Մտածումը որն է, հենց այդպես է, վարիկոցելի բարդ աստիճանի ժամանակ, երբ որ երակներն լայնանում են, իրականում մենք սոնոգրաֆիայով էլ նայելուց տեսնում ենք որոշակի չափով ձախ կողմից ամորձի չափերի փոքրացում, որովհետև երակները իրենք այսպես ասված տարածք են զբաղեցնում, հա, որտեղ շատ հաճախ մենք տղամարդկանց նայելուց տեսնում ենք այդ երակները լայնացել, հենց տարածք են զբաղեցնում, ամորձին կարծես մի կողմ է քաշվել եւ ատրոֆիայի է ենթարկվում։ Ատրոֆիայի չէ, բայց չափերը փոփոխված տեսնում ենք աչի համեմատ։ Եվ մտածելուց կարելի է ասել, որ այո, եթե ամորձու չափերը փոքրանում են, սա կարող է չէ, որ տեստոստերոնը ամորձիներում է արտադրվում։ Սա կարող է բացասական անդրադառնալ նաև տեստոստերոնի սինթեզի վրա։ Տեստոստերոնի սինթեզն էլ իր հերթին կարող է սինթեզի նվազումն էլ բացասական կարող է անդրադառնալ եւ սերմի որակական հատկանիշների վրա, եւ ընդհանրապես մարդու սեռական ցանկություն, էրեկցիա եւ այլն, բայց սա գրականության տվյալներն են։ Եկեք ես նաև կիսվեմ իմ 10 տարվա փորձով, որտեղ 2025 թվականին լրացավ իմ բժշկական ասպարեզում աշխատելու 10 տարի, որպես պրակտիկ բժիշկ աշխատելու, սովորելու բան տարիներ մի կողմ դրած։ Չեմ հանդիպել ես նման պացիենտի։ Չեմ հանդիպել այն իմաստով, որ տեստոստերոն դեֆիցիտ ունեցող պացիենտներ շատ են լինում, բայց որ ասեմ փնտրեցի եւ պատճառը հայտնաբերեցի, որ վարիկոցելն է, ոչ։ Եթե անկեղծ ոչ, ես չեմ հայտնաբերել, որովհետև տեստոստերոնի խնդիր ունեցող տղամարդկանց մոտ հիմնականում պատճառը բացահայտվում է։ Հիմնականում այն ճարպակալման հետևանքով է լինում ինսուլինարեզիստենտություն, մետաբոլիկ խնդիրներ եւ այլն եւ այլն։ Դրանք ամենապարզ մեխանիզմով բերում են տեստոստերոնի քանակի նվազմանը օրգանիզմում։ Բայց թե չգիտեմ, վարիկոցելի պապ, ասում եմ գրականությունը, որ բացեք կարդակ կտեսնեք, բայց իրականության մեջ ես չեմ հանդիպել, չգիտեմ։